Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, ես կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Արմինե Ադիբեկյան։ Բարև ձեզ Արմինե։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Նմանապես։ Տիկինը շատ հերթական անգամ ակտիվացել է, այս անգամ իր ողջ բառամթերքն է ցույց դրել, իր ողջ ագրեսիան, դու էլ ճիշտ էի նկատել իր ողջ մաղձը, ինչու որպես մասնագետ ինչ է տեղի ունենում, փաստորեն շունեք, տհասեք, ոչիլեք, ինչ էր ասել, չգիտեմ, ինչ որ էշեք եւ այլն գեղցիեք, էսեք ու սա կրթողն է ասում, որ չգիտեմ քանի ամիս է զբաղված է իբրև թե կրթելով, բայց իրականում, ինչպես ասում են, աղանդավորական բան կամ նախընտրական քարոզով է տիկինը զբաղված, երբեմն հուզվում է, երբեմն ալեկոծվում է, երբեմն ինչ որ շատերներով իր ոճը գիտեն, ասում են ինքը չի գրում, այդտեղ գրողներ ունի, ոնց որ թե դրանք են գրում, այսպես վայրի վերումների բանի մեջ է իրեն թույլ տալով ամենավերջին անտակտ բաները, խնդրեմ։ Ну, արդեն կարելի է պաշտոնապես հայտարարել, որ իր ավարտին է եկել կրթվել է նորաձև է ծրագիրը եւ սկիզբ է առել մեկ ուրիշ նոր ոչ պակաս փառահեղ ծրագիր Քուչի բազարը հոգեհարազատ է։ Մարդը եկավ, ընկավ իր մոր փորը, իր հոգեհարազատ միջավայր, ստեղծեց այն մթնոլորտը, որտեղ ինքը ծնվել է, մեծացել է, ձևավորվել է որպես անձ եւ բնական էր, որ կրթվել հասկացությունը դա չէր կարող նստել այդ եղած բազայի վրա, հա։ Վաղուց եմ ասել, որ ուսումնասիրում եմ Աննա Հակոբյանի տեքստերը, կոնտենտ վերլուծություն անում, ուզում եմ հասկանամ նրա բառամթերքը ու իհարկե ինձ որպես ուսումնասիրողի ավելի մեծ նվեր այդ երևույթը չէր կարող անել, որովհետև նրա ամբողջ այդ էությունը դուրս եկավ։ Ճիշտ է, ասում են, որ ինքը չի գրում, իր տեղն են գրում, գիտեք ինչ կա։ Դա ոչ մի դա նշանակություն չունի, բացատրեմ ինչու, որովհետև երբ որ ինչ որ մեկի տեղը մեկը գրում, ա գրելուց եւ հրապարակելուց առաջ ասում ասենց բան եմ գրել, օքեյ ես, թե օքեյ չեմ։ Եթե նա օքեյ է նման գերառումներին, ուրեմն դա համապատասխանում է նրա էությանը։ Այսինքն այդ տիկնոջից ես ավել բան չէի սպասում եւ ակնկալում էի, որ շուտ թե ուշ այդ բանը փուչիկը տրակելու է, բայց անկեղծ ասած ինչն էր իմ համար անսպասելի, դա այդ կոյուղաջրերի հեղեղը, որը այդ փուչիկ տրակած փուչիկից թափեց, հա, անսպասելի էր, որ նա նման ձևով կավարտի իր շինցու եւ անիմաստ նախաձեռնությունը։ Ինչ վերաբերվում է բովանդակայինի, հա, ուրեմն պատկերացրեք, որ մի մարդ, ով իրեն փորձում է ներկայացնել որպես կիրթ, ինտելիգենտ, գեղեցիկ, խնամված, որը այնքան մեծ պաշար ունի, այնքան մեծ բազա ունի, որ պատրաստ է այդ պաշարով եւ բազայով կիսվել իրանից ավելի տգետների հետ, չնայած ուշկուդա ավելի տգետ է, չգիտեմ, բայց այնուամենայնիվ ինքը ինչ-որ տենց պրոմո ակցիա էր կազմակերպել ու սկի մի տարի էլ չձգեց։ Չէ։ Մի տարի էլ չձգեց։ Այսինքն այդ վիրավորանքների։ Էլի քո ասած էլի, ինչ էս մարդը սկսում է կիսած եւ բայց ինչի Արցախի կործանելը կիսած չթողեցին։ Հա? Դե բայց այդ ասում ես ամեն ինչի կիսատ են թողում, չէ, այդպես չի։ Դե ամեն դեպքում իր անձնական նախաձեռնությունները ես դեպք չեմ հիշում, որ այդ կինը հասցնի ավարտին, պրոստը այս ավարտը սալյուտով էր։ Հիմնականում ինքը կեսից բրախում է, պրոստը չի զբաղվում այդ հարցում, չի անդրադառնում, այս անգամ սալյուտը գմփցրեց, причем սենց կոյուղաջրի սալյուտ էր, էլի, այսինքն սենց այն ասենիզատորը գիտեք որն է, այն մասնավոր կոյուղից որ գալիս են ու ժողովրդում ասում են գավնավոզ այդ շլանգը բացել է ու սենց սաղին ցպնում է հույս ունենալով որ ինչ որ մեկից կվիրավորի, հա։ Հիմա նայեք ինչա տեղի ունենում, շատ հետաքրքիր բան է։ Մարդիկ անցել են մի ճանապարհ, որին
որի ընթացքում նրանք վիրավորել են, նրանք թիրախավորել են բոլորի ընտանիքները, բոլորի երեխաներին, հա, եւ ոչ մի անդրադարձ չի եղել, այսինքն միակ մեր հակադարձը եղել է այդ ընտանիքին այն դեպքում, երբ որ դա կպել է պետական եւ ազգային շահերին, այսինքն քանդեցին երկիրը, վաճառեցին Արցախը, դավաճանեցին հայ ժողովուրդը, պղծեցին մեր պատմությունը, զրկեցին մեզ ապագայից, հա, եւ այդ ընտանիքի եւ նրանց մերձավորների նկատմամբ այդ ագրեսիվ դրսևորումները հիմնված են համահայկական, համապետական, համազգային, այսպես ասած, մեղքերի վրա, հա։ Իսկ այս դիշովկեն ինչ անում, ասում է, ախ դուք ինձ վիրավորել եք, հիմա տեսեք ես ձեր գլխին ինչ եմ բերելու, այսինքն այդ կնոջը բացարձակապես մեկ է, պետականություն, ազգ, անցած, ապագա, հա, ժողովրդի բարեկեցություն, կարևորը իր անձնական այդ ինքնասիրությանը չդիպչեք, իսկ մնացածը գարի всё синим пламенем։ Դրա հետ մեկտեղ մի քանի տարի առաջ նա էլի այտենց մեծ իրան այդ իր նոր ձեռք բերված դիրքի մեջ ինչ էր ասում էր ես իմ երեխաներից զգուշացրել եմ որ մեր մասին վատ բաներ են խոսալու չարախոսելու են վիրավորելու են մենք պետքա պինդ լինենք մենք պետքա պատրաստ լինենք եւ մենք պետք է այդ ամեն ինչը ժպիտով կուլ տանք որովհետեւ կարգավիճակն է դա պահանջում հա չանցավ 2 տարի պարզվեց որ էտել էր անիմաստ սուտ շինցու ինչ որ բանաձե որովհետեւ սկի 2 տարի չհերիքեց որ այդ բանին դիմանաս հա եւ բովանդակայինով այդ ոչի տխմար ես չգիտեմ այնտեղ այդ ամեն ինչը հասկանալի է չնայած հասկանալի է ինչ առումով դա բացահայտում է մի պարզ բան որ մարդը ունի այնքան սահմանափակ բառապաշար որ անգամ անպատվելու եւ հայհոյելու հարցում իրան ինքը չունի այդ բառապաշարը որ կարողանա մարդուն վիրավորի նենց որ գոնե հաջող ստանաս ասես ինտելիգենտ կիրթ բան մի կողմից վիրավորեց բայց մյուս կողմից անենց բառամաթերք օգտագործեց քեֆս բերեց ես դες ասում եմ մարդ որը բավականին մեծ փորձ ունի այդ ոլորտում հա այսինքն վիրավորանքները խոսում են նրա այդ ճղճիմության մասին, հա, մարդը նորմալ չի կարում վիրավորի, որ հասկանաս, որ մարդը ինչ-որ խորքային բաներ ունի։ Երկրորդը Արմեն Օհանյանին էր ասել գիրք կարդալ այդ իմ ամենասիրած թեման է, որտեվ երբ որ իր գիրք չկարդացած ինչ-որ էգ կանգնում է ու թերթի խմբագրին, որին ես ճանաչում եմ, որի հետ շփվել եմ ու նրա հարուստ բառապաշարն եմ վայելել, ասում է գիրք կարդա, դա իմ մոտ զարմանք է առաջացնում, որովհետև Աննա Հակոբյանի բառամթերքը այնքան աղքատ է, որ այդ մարդը հաստատ գիրք կարդալու հետ սեր չունի, որովհետև ես չեմ տեսել նրա գրառումներում ինչ-որ ծավալուն եւ դա փաստում է կոնտենտ վերլուծության արդյունքները նրա բառապաշարը շատ սեղմ է, շատ սահմանափակ է, դա առաջի չափանիշն է, որ մարդը գիրք կարդալ չի սիրում, չի կարդացել ու փորձում է այդ իր ունեցած աղքատ բազայով ինչ-որ բան ձևանա, հա, այսինքն եթե ինքը իրան թվում է թե ինքը գրքի հետ միասին նկարվել է, դա բավական է կիրթ համարվելու համար, չէ, ծիտ, տենչ չի դու այդ գրքերը պետք է կարդայիր, պետք է վերլուծեիր ու քո այդ անծայրածիր նախիրին ցույց տայիր, որ դու այդ գրքերը կարդացել ես, գոնե ինչ-որ մի հատ copy paste-ի ձևով, ասենք ինչ-որ մի հատ հատված հրապարակեիր, ասեր այստեղ հեղինակը սենց բան է ասում, ես համամիտ չեմ կամ դա ինձ շատ բան է արել հոգուս վրա նստել է կամ հակառակը մոտասմբոստություն է առաջացել եւ այլ ուրիշ տարբերակ չկա գիրք կարդալու հետևանքը դա հարուստ բառապաշարն է Աննա Հակոբյանը հարուստ բառապաշար չունի նրա բառապաշարը շատ սահմանափակ է
լավագույն դեպքում նրա այդ բազան, դա, չգիտեմ, դպրոցում ինստիտուտում կարդացած դպրոցական ծրագիրն է, ոչ ավել։ Դրանից ավել այդ կինը չի կարդացել, այն կարդացածն էլ մոռացել է։ Ինձ շատ դուր եկավ կռվի պատմությունն է, որ ասում դուք ինչ գիտեք խրամատը ինչ է, ասի բա դու ինչ գիտես խրամատը ինչ է։ Դա այդ բանը secret պալիշինել է, հա, որ Կորնիձորից այն կողմ չեք գնացել, երկու անգամ քեզ տարել են բունկեր հոգեբանական աջակցություն մատուցելու, վերադարձրել են տեղ։ Չգիտեմ, կա այդ նկարներից մեկը, որտեղ ինքը բունկերում, այս հիմա շատ բունկերում չէ, բանում, ինչ որ սենց քարանձավոտ տեղ է այդ իր ջոկատի հետ, դուք տեսել եք Աննա Հակոբյանին ֆենված, մակիաժը տեղը, քանի որ ես տեսել եմ կանանց, որոնք մասնակցել են պատերազմին եւ իրոք նստել են խրամատներում։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ այնտեղ ոչ ֆենի հնարավորություն կա, ոչ մակիաժի, ոչ sense թարմ տեսք ունենալու առանց բիծուայի ֆորմայով, հա, ու ոչ էլ նկարվելու ժամանակ։ 168 ժամը հիանալի նյութ է հրապարակել այդ ջոկատի մասնակիցներից մեկի, թե ոնց են նրանք կռիվ արել։ Հիմա այդ էքը պետք է ինձ պատմի կամ ինձ չէ, ցանկացած մեկ ուրիշին ինչ բանա պոստը, ինչ բանա խրամատը, Կորնիձորում լուրջ եք ասում։ Ինքը պատերազմի է մասնակցել, գնացել է երկու անգամ ֆոտոսեսիայի արել, ֆենված, քսված, անունը դրել է պատերազմ։ Բացի դրանից, եթե դուք լավ եք հիշում, կամ չեք հիշում, ես կհիշացնեմ, նույն 20 թվականին նյութ հրապարակվեց Աբխազիայի հայերը բան են, տեղեկատվություն էին բերել, որ այդ ջոկատնի անդամներից մեկը թուրքի շպիոն է, որ ինքը Սուխումում թուրքերի հետ էր տալի առնում, ու վդրուկ այդ թուրքի պատստիլկեն հայտնվում է Աննա Հակոբյանի ջոկատում։ Հատուկ այնտեղ հայտնվել, թե Աննա Հակոբյանի ախրանն այնքան վատ էր աշխատում, որ իրանք չեն տեսել ում են այդ ջոկատ, причем պարզա, որ այնտեղ ոչ միայն այդ կանայք էին, այլ նաև այդ կանանց բանը, թիկնապահները, ձեզ թվում ավտոմատները տվել են այդ էքերին, ասել են գնացեք կռվեք, ոչ։ Մի հատ ինչ-որ բանը, կեղծ բան են, խրամատ են փորել, ասել են նստեք ստեղ, մենք է ձեզ բան կանենք, կպաշտպանենք, կպահպանենք, ախրանյատ կանենք, մի խոսքով։ Ինչ կռվի մասին է խոսքում։ Թուրքի շպիոնը ինչ գործ ուներ Աննա Հակոբյանի հետ մեկ խրամատում։ Եթե իհարկե Թուրքիայի կողմից ուղևորված բան չէր այդ կինը դիտորդ, որ ոչ մի ավել բան, ոչ մեկ թույլ չտա։ Մտածեք դրա մասին։ Ո՞վ է հիմա մեզ բան անում, բոլորիս կոյողա ջրերով սենց ցպնում ու ցույց տալիս, որ ինքը կինոյի աղջիկ է։ Չէ, ինքը պրոստը ցույց տվեց այն, ինչ որ ինքը կա։ Քուչի, բազարչի, փնթի էք, այդ փնթի էքի վրա էլ էր նեղացել, ցավները տանեմ, ես չեմ, դուք եք, մի հատ նայեք, այս նկարի վրա նայեք, սա կինա, որը դեռ չգիտեր ինչ բանը Հայաստանի Հանրապետության բյուջե, այն իր սեփական տանը լողանալու լվացվել չգիտեր։ Իսկ խրամատում ֆենված, քսված, սիրուն, ուզում եք ասեք իր տունը խրամատից ավելի վատ վիճակի պայմաններով էր հագեցած, էսա փնթի էք, որը իմ ու ձեր հաշվին, որը մեր ծնողների թոշակների հաշվին, իրան թույլատալիս ֆեն, թանգանոց, բրենդային հագուստ, ավտոմեքենաներ, ճանապարհորդություններ, ինչ կա այդտեղ, այսինքն ճշտի վրա չեն նեղանում։ Ճշտի դեմ ասինիզատորով առաջ չեն գնում։ Ու գործով են ապացուցում, որ դու իրոք մեղա քեզ Աստված Հայաստանի Հանրապետության թիվ 1 տիկինն ես, որը հոգում է ոչ թե իր եղածի համար, այլ Հայաստանի Հանրապետության բնակիչների մասին։
Դուք լսել եք, որ իմ քայլ հիմնադրամը ինչ որ մեկին բանը բուժվել է բանանի ֆինանսավորի, ինչ որ մեկի ուսումը ֆինանսավորի սարսափելի վիճակում են։ Եղել է բան։ Իհարկե ոչ։ Այդ իմ քայլի բաները, հաշվետվությունները, որ ուղարկում ես, որտեղ են ձեր կատարած պրոյեկտները։ Իմ վերջի տեսած պրոյեկտը ինչ որ դպրոցում Զուքարան էին սարքել։ Զուքարան սարքել այդ 1 միլիոն դրամի պատմությունն է։ Նո եթե ոսկու ունիտազը թող լինի 10 միլիոն դրամի պատմություն։ Այսինքն այդ կնիկը, այս ախորից դուրս է եկել, այսինքն անլվա տեսքով, կարեք խրոնոմետրաժով նայեք, ինքը միշտ է սենց եղել, ոչ թե ինչ որ կադր են բռնցրել, իր այս ժամանակաշրջանի բոլոր նկարներում ինքը այսինքն անլվա, անսանր, ճենջոտ շորով ճմրթված, խզբզած պատերով ու վդրուկ դառնում է վարչապետի կնիկ իրան պերսոնալնի ինչ որ անհասկանալի մի հատ Սոֆիա անունով ստիլիստա ձեռք բերում, որը ուրեմն Աննա Հակոբյան պետք է լողացնի բանանի սրբի։ Բա փնթիեկը ուրիշ ձև ո՞նց է լինում։ Դե նեղացել է հիմա ասում ես փնթի չէ։ Ինքը փնթի է ու այդ իր փնթիության ապացույցները ինքը իր հոժար ձեռքով, իր հոժար կամքով հրապարակել է։ Հետո պապարացիները չեն նկարել։ Ինքնա չեն նկարել ու իր համար օքեյ էր սենց տեսք ունենալը։ Եթե հանկարծ մեկ էլ տեսար վերջապես իմ ու հաշվին ինքը իմացավ ինչ բանա տաք ջուր ու ինչ բանա սանրուֆ է, դա իր էությունը չի փոխել։ Ինչը մենք տեսանք, այս վերջի ֆեյերվերկների ժամանակ, ինքը իրան ուզում էր ցույց տալ կիրթ, գրագետ, ինտելիգենտ, կրթող, կյանք սովորացնող, պարզվեց հասարակ ասինիզատորը։ Ու ճամ դիշով կա էլի, ոյ, դու որ դու սպրծար, արա, աղբոր պես։ Քեզ թվում է դու դրանով քո ժեխի արջև աչոկներ ես հավաքել։ Հակառակը, եթե դու իրանց համար մինչև այդ օրը բան էիր, իկոնա էիր, հիմա դառար իրանց նման քրչի բազար։ Բազարն է բաբը, որը անհասկանալի է ինչ կարա սովորացնի ուրիշներին, բացի քուչի բազար տանելուց ու վատ որակի, իդեպ ասած։ Էսա, ուզում է նեղանա, ուզում է չնեղանա, ուզում է դա անվանի խոսքի ազատություն, ուզում է անվանի բան, ինքնա արտահայտման պորտկում, ոնց ուզում ես անվանի, փաստը մնում է փաստ։ Ու մենք բոլորս գնահատում ենք Աննա Հակոբյանին, ոչ թե իր արտաքնից ելնելով, այլ նրա արած ու չարած գործերից։ Որ մարդը սկսում է կիսատ թողում է, այս 7 տարվա ընթացքում մենք չտեսանք, որ այդ կնիկը գոնե մի հատ պրոյեկտ անի, որը իրոք օգուտ բերի այս հասարակությանը։ Ես չեմ լիքը գյուղերկան ջուր չունեն, լիքը գյուղերկան ճանապարհներ չունեն, գազ չունեն, ինչ որ այսենց մի բան, որ ասես որ այդ մարդը իրոք էլի անհանգստանում է եւ հոգատանում է հասարակության համար։ Զատո լիքը ինչ որ անկապ անհասկանալի խաղաղություն, Մեհրբան Ալիևայի հետ չայ, ես չեմ ընդ City of Smile, որը կեսից բրախեց, այդ էլ հո քաղցկեղով հիվանդ երեխաներ էին, կարելի էր այդ պրոյեկտը բան անել, իրականացնել։ Նու կրթվել է հասկացանք, մարդու հետ այդ փոդքասթը, այդ էլ մի ուրիշ եզություն, որովհետև դուք այդքան ժամանակ ունեք մարդու կնիկ, որ փոդքասթ եք վարում։ Առաջի դեմքը երկրի, քիչ սրբելու ժամանակ պետք է չունենա։ Ինքը կանգա այդ փոդքասթը անում։ Ոչ մի խոսքով։ Մենք եւս մեկ անգամ համոզվեցինք, ինչ է իրանից ներկայացնում իրականում Նիկոլի էգը։ Օրինակ Նիկոլի էգա ու դրանով սահմանափակվում են մնացած բոլոր նրա դրսևորումները։
Փողը անգել ձեռը ցպնում է։ Էսա։ Մեր հայրենակցին է սփյուռք է գրել, ուրեմն այն մարդու մասին, որ գիտություն տգիտության դիցու, պիտի ասեմ, որ Մեսրոպյան Այբենին չիմացող ու անտառաճանաչ գեղձու ակցենտով այս տխմարն այն տարիներին, երբ ինքն ու ամուսինը իրենց թերթով մարդկանց դեմ ստեր էին տարածում, փող էին աշխատում, Թեհրանի հայոց դպրոցներում հայոց լեզու գրականություն և պատմություն էին սովորեցրել մատաղ սերնդին, Իրանի պետական ռադիոյից 23 տարի հայերեն հաղորդումներ է վարել, եղել է Թեհրանում ՀՀ դեսպանատան վստահված թարգմանիչ ու երկար ժամանակ իրեն է վստահվել պետական մակարդակի պատվիրակությունների թարգմանչի պարտականությունը և միաժամանակ առաջինն է եղել, որ հայերեն պարսկերեն սինխրոն թարգմանության համարձակություն է ունեցել։ Այս անձի հետ կապված էր գրառում արել։ Բոլորի նկատմամբ գրառումներ արել, բոլորի հերավոր գեղը պարզում է Միացյալ Նահանգներն են։ Գյուլի կնոջ հետ, Անայի։ Երեք ուղարկել եմ քեզ։ Ինքը այդ ամեն ինչը խոսում է իր մասին, то есть տխմար, ոչիլ, անգրագետ, տգետ, գեղցի, այդ ամեն ինչը բնութագրում է բուն Աննա Հակոբյանին ու փաստերով։ Մարդը չունի նորմալ կրթական ցենզ, մարդը չունի բառապաշար, մարդը չունի արժանապատվություն, մարդը չունի հետևողականություն իր կողմից նախաձեռնված պրոյեկտների, մարդը չունի զրոյական ներդրում պետության եւ հասարակության զարգացման մեջ, իսկ դեգրադացիայի մեջ մի վագոն ներդրում ունեն մարդու կնիկ, ինչի մասին ենք խոսում։ Թուղթ ու գրիչը վերցրեք, այսինքն էջը կիսեք ու գրեք Աննա Հակոբյանի դրական ներդրումը Հայաստանի Հանրապետության զարգացման մեջ եւ հասարակության բարեկեցության մեջ եւ նրա բացասական ներդրումը ու սկսեք հատ-հատ գրել, դուք կտեսնեք, որ այս ձախ կողմը դուք գրելու բան չունեք, այս ձախ կողմը ազատ է մնալու ձախ սյունյակը, իսկ աչը անծայրածիր հատ-հատ մեկ էլ շատ կարևոր մոմենտ էր, հլը նայեք տեսեք, այս որ նոր դարել էր բան, Նիկոլը որ նոր դառա վարչապետ, այս Հավին հարցազրույց էին անցկացրել, ասեց, ով որ բանը մտածում է, որ հետս կգա կոֆե կխմի պաշտոն կստանա, տիպը հույս չդնեք վրես, սենց մի հատ արտահայտություն ասեց, անցնում է 5 տարի, ասում է փող կգա հետս չայ խմելու։ Էս է այդ մարդը։ Ուր են գնում այդ փողերը, ինչ ծրագրեր են իրականացվում, ում համար է այդ ամեն ինչը կուտակվում, անհասկանալի է։ Եթե այդ երևույթը չգիտի, որ այդ փողերը անգամ եթե քո հետ չայ խմելու համար են վճարվել, հա, դու չես կարա դնես ջեբդ, այդհաս ուռոդների թավքես գնաս բան, Միլանում բան, առևտուր անելու։ Չի պակաս ուռոդների էստեղ են, ինչեր են Բաղդասարով են, որ պորնո աստղ, ինչ էր Ռոման Բաղդասարյան, հա, Ռոման Բաղդասարյանի հետ էր, չէ՞, այդպես սեղանի շուրջ նստած, ինչի կապ չունի։ Ռոման Բաղդասարյանը միջև հիմա առավոտ ու գիշեր արցախցիների դեմ ամենավերջին այլանդակությունները, միջև հիմա վերջին այլանդակությունները գերիների հասցեին։ Բատարել ես այ այլանդակություն, տարել նստածրել ես մի սեղանի շուրջ, ինչ ես քննարկում։ Այ կրթելու չգիտեմ ինչ։ Հա, ինչ հարց ես քննարկում։ Ռոման Բաղդասարյանը միշտ է տենց եղել։ Ռոման Բաղդասարյանը կարա միշտ տենց լինի, բասաովա։ Բասաովա։ Ում ես կրթում, մի հատ էլ Ազիզներ ջան։ Տո Ազիզի եսի ինչ ջան է։ Հենց այդ այլ իրանք իրար լավ գտել են։ Իրանք իրար լավ։ Չէ, մի հատ է ոչ ա գտեմ, մեր մասին է խոսում։ Ազիզներ ջան, լավ չի, չէ։ Ինչը լավ չի։ Շատ լավ է, ես շատ լավ է, դեմքդ է բացվում։ Այո, լավ չի, չէ, վախեցան, էլի։ Իրան թվում է սարսափն է այս երկրի։ Լուրջ է սա։ Սարսափն է։ Կբռնեմ, կբռնեմ, ես ծել կտամ, կբռնեմ, ով ես է։ Ես անձամբ ես գոհ ու երջանիկ եմ, որ իմ ամեն մի ասած խոսքը համապատասխանում էր իրականությանը, ես այդ կնոջը չեմ ճանաչում անձնապես, այսինքն դժվար թե կարելի էր ենթադրել, որ ես իմ գիտելիքներն եմ հիմա ստեղ սփռում, այսինքն իմ վերլուծական
գործունեությունին վերլուծությունների արդյունքը լրիվ ճշգրիտ էքը բան հաստատեց, որ ես ճիշտ էի։ Ու շատ շնորհակալ եմ, որ մենք գիտենք ով է ամենակարևորը, այդ իր մեծ փառահեղ էջը, որ որոշ տխմարներ էկրանի դեմը նստած, մեն լսի անգրագետ, էկրանի դեմը նստած են նայողները, խոսացողները նստում են կամերայի դեմը։ Էդ էլ ասեմ իմանաս։ Իսկ այն աստիճանի անգրագետ ես, այն աստիճանի անգրագետ ես, որ չգիտես բառերը երբ ու ոնց պետք է օգտագործվի, որ միտքդ հասկանալի լինի։ Էկրանի դեմը դու ես նստած։ Ես նստած եմ կամերայի դեմը, որ դու էկրանի դեմը լսես քո մասին այն ամեն ինչ դու փաստորեն կաս։ Ու ես շատ ուրախ եմ, որ դու դա բացահայտեցի եւ ցույց տվեցի։ Կին ես, նուրբ ես, չգիտեմ ինչ ես, չգիտեմ, բա մի հատ խիղճը ճիղ դու գերիների հասցեին այլանդակություն ասողին, այլանդակություն տանում ես կողքդ նստացնում ես, բա գնացել էիր, հենց դեմքն այսենց ավելի երջանիկ դեմքդ ռոժդ կար, ավելի երջանիկ վիճակ կանգնած, բա մի հատ ասեիր այդ տականք, այն որ գնում էիր Արցախ ավտոբուսի մեջ ասում ես այդ գերիներին հիշում եք ինչ էր ասում Ալիևին, Գյուլիկին ասում էր այդ գերիներին չտակ մի անգամից պահեք հա ձեզ մոտ, հիշում եք այս կին էս էր ասում, բա մի հատ մի բան ասա, բերանես բացած է Հա, անսիրտ անաստված, բա մի բան ասա, հա, հուզվել ես ասում ես իմ երեխեքի, չգիտեմ ինչի, բա այդ մի քանի տասնյակ երեխեքը, որտեղ պայթացրեցին, այն հազարավոր երեխեքը, որ առանց ծնող, հա, այն երեխեքը, որ իրանց միջև հիմա տենց գերության մեջ, այդ քոնը չի, չէ, ով ես բա դու ով ես, էլի մի հատ հələ հասկանանք, ես մարդը ով է, դու ինչ ես, բոշա, փնթի էկ, էսա։ Չէ, իրան դրելա, ես իմ ինչ բանը, առաջին դեմքի կինա, երկրորդ դեմքի կինա, բա գնացել ես այս թուրքի բաջի հետ կանգնել ես, որ ասում է չտաս գերիներին, ինչ ես ասել այդ ժամանակ, հա, մի հատ քո մեջ ինչ կա, մարդ կա ընդհանրապես քո մեջ Այդ հարցը բարձրացրել ես, որ տես բերանատված երջանիկ դեմքով այն տականքի հետ նկարվել ես, որ ասում է հանկարծ չտակ այդ գերիներին։ Հիշում եք, չէ, ավտոբուսի մեջ որ ասում է, դա էլ հատուկ թարգմանում են, այսինքն պրոբլեմ չունի։ Հետո այդ սենց բանը մարդը գիրքը առած սենց սրբի բանով գիրքը դոշին առած, չէ, հետո գնում ասեց մի հատ արի մի հատ դավայ։ Էս չեք։ Էս չես, հա? Դագաղ բերողների ընտանիքի անդամ այդ չեք։ Դագաղ տարածող 7 տարի դագաղ եք տարածում։ Այն գերիների մասին էլ ընդհանրապես այս արցախցիների մասին ոչ մի խոսք։ Չէ, բայց իրան ինքը բանն ալեթի լավ չի, չէ։ Դու շատ է լավ է։ Շատ լավ է։ Շարունակի։ Դու գտել ես քո տեղը այս աշխարհում։ Դրանից լավ բան գոյություն չունի։ Ասում եմ իջև այդ բառապաշար։ Որտեղ եթե մարդիկ ինչ-որ մոլուցքներ ունեին քո նկատմամբ։ Ովքեր։ Մարդիկ, ինչ-որ մարդիկ։ Այդ սաղ բացահայտվեց։ Այսինքն դու ցույց տվեցի, որ այն ղրերի, այն ամենավատ մակարդակի, այն բազարչի, այն փնթի էքերի ներկայացուցիչն ես ու մենք գիտենք, բայց ով ես որ հաղթող նախագահների, որ նախագահի մասին ուզում է խոսես, ասում է էշել։ Էս ուր ենք հասել մենք։ Էս ուր ենք հասել։ Էշել դու էլ բազարնի բաբա ես չգիտեմ ինչն է ավելի վատ։ Հաշվի առնելով, որ այդ մարդիկ իրանց սխալները գիտեն ու այդ սխալների համար պատասխանատվություն են կրում։ Դու էլ մոտավորապես պատկերացրեք, քեզ ինչ ապագա ես սպասում, դու ինչ պատասխանատվություն ես կրելու։ Ոսը նստի ու մտածի քո անձնական, եթե քեզ թվում է այդ սաղ միլիարդները տանելու ես, փախցնելու ես Եվրոպաներում ու վայելես ու քո այդ վիժվածքները, բան անեն, վայելեն, չկա տենց բան։ Չկա տենց բան։ Մարդու կնիկ ձեր վիժվածքներին հավաքելու եք գնաք, ապրեք այն սահմանին, որը դուք գծել եք։ Ու դուք երկու բան եք ստանալու Հայաստանի Հանրապետությունից, ձրիկով ու անվճար բարձր մակարդակի բուժօգնություն, որ ապրեք երկար ու տանջալի։ Ինձ որ էշեն, էշ չեն, դու քո մասին մտածի, եթե քեզ թվում է, որ ցմահ լինելու ես այս պոզիցիայի վրա, ու ցմահ մեր հաշվին քեզ մարդ ես գալու, չկա տենց բան, մոռացի։ Հիմա երևի ես մտքում ասում եմ, մոռացել եք Արմենի գլխին ինչ արեցինք։
Արմեն Գրիգորյանի, հա? Ինքը չի կարա 3 միլիոն մարդու Տեսել է 3 ասում, քեզ իրան թվում դե 3 միլիոն ինքը կարա 10, 100, 1000 հոգի հողին հանձնի, բայց ոչ ավել օրա գալու, այսինքն ինչ որ մի հատ սահմանակետա լինելու, որ պատասխան տալու վաղն էլ է գալու, դու հիմիկվանից պատրաստվի, գնա կրճվի կով կթել, կրճվի պանիր սարքել, կրճվի թրիկ հավաքել, որտեղ դա է քո ապագան աղջիկ ջան։ Երիտասարդ գործիչ իրան բանա գրում, ասում է, բա այդ այսինքն ինչի միայն Շարմազանի, բոլորի, բա այդ մենք երեխա չունենք, այն մյուսը ծնող չունեն, այդ այլանդակությունը, պասպորտները, որ հրապարակել են։ Այո, ինչի՞ մենք։ Էլիզի երեխեք չէ, քոնը երեխա։ Մոռացել եք, եղբորս դստեր նկարադրել էին, ասել էին հարցակվեք։ Մոռացել եք դա։ Մոռացել եք դա։ Ինչ արեցիր բա դու։ Այդ ընտանիք չէր, քոնը ընտանիքը այնտեղ ընտանիք չի, քոնը երեխա է այնտեղ երեխա չի, քոնը երեխա է Շարմազանովինը, գիտեք ինչ տերոր էր ցանկացած երեխու դպրոցում ինչ էր կատարվում, թե քեզ թվում այդքան հաճելի էր, մենք չգիտեինք, որ այդ ինչի ծնունդ, որ այդ քո հատուկ, այդ քո կազմակերպած այդ ֆեյքերով էր, որ ինչ էին անում մեր գլխին, ինչ այլանդակությունների միջով են անցել, թե չգիտեիր, հա? Քանի ֆեյք էր ասում կատաղած ես հանրային գործիչների վրա, լրագրողների վրա, չգիտեմ ում վրա ասեք թող հարցակվեն։ Չէ՞ թե մենք պետք է բան էինք, էլի այդ մենք պետք է դիմանենք, դու պետք է ծախեիր, Արցախը տայր, այդ մենք այնպես գործիչներ ենք եղել, որ միշտ հրապարակում ենք եղել։ Այդ ինչի այդ բառամթերքով չենք խոսել։ Թե քեզ թվում է Արցախը ծախես, Հայաստանը ծախես, դագաղներով գաս, երկիրը ծախես, ես էլ նստեմ ասեմ անը չկա, չի կարելի։ Հա, տենց պիտի նստենք, ասենք չի կարելի, մի քիչ ակնկալիքներ ինչ ակնկալում։ Ես խորհուրդ եմ տալիս, բարի խորհուրդ։ Մոռանանք քո նման, ոչ գերիների մասին հիշենք, ոչ այն զովասների մասին հիշենք, որովհետև շատ վատ ավարտ է սպասում քեզ, քո ընտանիքին, քո երեխեքին, շատ վատ։ Օրենքի ամենադաժան դրսևորմամբ։ Փոխանակ քրֆի, ուզում ես մի քրֆի, գնա համեստ քո համար ուզում ես վիրավորի, ուզում ես մի վիրավորի, այդ ամեն ինչը այսենց, որովհետև դու դավաճանել ես մեր երկիրը, դու դավաճանել ես մեր ժողովրդին, իսկ մենք քննադատում ենք քեզ դրա համար, իսկ դու մեզ քննադատում ես, որովհետև կպել ենք քեզ առը, այնքան ենք կպնելու, մինչև ծակվես։ Չէ, հասել ենք Թալանին նաև։ Որտեղ այստեղ գալիս մարդիկ բացահայտում են, չէ՞, Թալանը սենց բան է, ես հատուկ Թալանին չանդրադարձա, ինչու, որտեվ դա դատախազության գործն է, թող դատախազությունը ապացուցի, որ Թալանը իրոք տեղի ունեցել, ճիշտ շարժվենք էլի, որտեվ առանց Թալանացել իրա Արիֆի հետ կապված մարդիկ ասում են ուր է այս փողը, բան չեն ասում, ասում են ուր է այս փողը, ուր է, դատախազությունները են, ասում են, ընկեր ջան, ուր է, 100 միլիարդը վերցրել ես, տարել ես բյուջե, բեր ցույց տուր, բյուջե որտեղ ես ծախսել։ Սաշիկ Սարգսյանից 30 միլիոնը վերցրել ես, բեր ցույց տուր, բյուջե որ կետով, Բագրատյանն ասում, վերեք մցրեք աչքս, բյուջեի որ կետով ես, դու դա վերադարձրել ժողովրդին, ինքը ինչ էր խոստանում։ Վերադառնելու, կոպեկ, հիմա ասում ենք, բեր բյուջե, մեծ տողը ցույց տուր, ուր ես տարել այդ փողը։ Ալեքսանյանից էլ են փող պոկել, ուր է այդ փողը։ Причем փողը որ պոկել էին, ես ասեցի, այս փողը ասի բյուջե չի մտնելու, մսխելու են։ Մի հատ տենց ընկեր ունեի, որը շատ երջանիկ էր, որ վերջապես հեղափոխություն եղավ, բան, ասեց, հադես այդ խոսքը գնում էր օգոստոս ամիսն էր 18 թվականից, այդ սեպտեմբերը, ասեց դե էլ սպասի բան մինչև բանանեն կմտնի, էլի կմտնի բյուջե, կմտնի տենց է չմտավ։ Ու իդեպ ասած այդ մարդը շատ ոգևորված էր հեղափոխությամբ, շատ բան։ Մի տարի էլ չձգեց, ասեց, ես ինչ քաքի մեջ ենք ընկել սաղս, ես ինչ կաշմար է։ Այդտենց հատած մարդ է կորցրել։ Ну, ամեն դեպքում այս թեման ես չեմ անդրադառնում, որովհետև այդ իմ թեման չի, չեմ ասում։ Ոչ մեկ թեման չի անդրադառնում, ասում են բյուջեում ցույց տվեք այդ տողը, ընդհանրապես դա են ասում։ Ասում են ցույց տվեք այդ տողը, որ դուք տարել եք եւ ինչ եք արել, որտեղ եք ծախսել այս գումարը, սրա մասին է խոսքը։
Ուրիշ բանի մաս որ ասում եք չենք ուզում դրա մասին բան անենք։ Եվ գիտեք ինչ կան, էս չի է որ տենց այս երկիրը վարչապետի տիկիններ չի ունեցել, նախագահի տիկիններ չի ունեցել։ Մի քիչ քեզ համեստ չի եղել տենց բան։ Պետք չի համեստ պահի է, պետք է ինքը կատարի իր գործառույթները ու ճիշտ կատարի։ Այդքան բան իրենց ավել բան պետք չի ուզում, թող կլոր նկատյունը որ նստած դասեր է տալիս, հրամաններ է տալիս։ Էլի թող տա դասեր, ես օքեյ եմ, էլի թող տա դասեր, էլի թող կազմակերպի ինչ որ ես չգիտեմ, բանի չիներենի դասընթացներ դեսպանատան հետ համատեղ լրիվ ընդունելի գործունեություն առաջի տիկնոջ համար, բայց այն ինչ որ անում է դա կրթվելու ոչ մի ընդհանուր բան չունի։ Հիմա մի երիտասարդ հանրապետական կուսակցության ներկայացուցիչ գրել է հիշեցրել է ասում է բա այն որ Շարմազանովի տուն էիք մտնում աղջկա նկատմամբ հիշում եք, չէ՞, հիշեք ինչ էին։ Շուշան Պետրոսյանի երեխեքին են ահաբեկել, Շուշան Պետրոսյանի տուն էին փորձում մտնել, հայաթում եկա դաժե թեթև բախում եղավ։ Ինչ որ ես գիտեմ, ու տենց շատ էին։ Աշոտյանից տուն դագաղներով որ գնում էին տանը, ինչ է իր ասում անա։ Դե հիմա ինչ է իր ասում։ Բումերանգը տենց բան է, մի օր գալիս է, անենց է ճակատիդ հագնում։ Որ աշկերը տեսեն շեշ ու բեշ է լինում։ Այսինքն եթե քեզ թվում է որ դու մեզ ինչ որ մի բանով վրեժ ես լուծում, տես չի սա քո բումերանգն է ու գնալով այս ալիքը էլ ավելի է բարձրանալու։ Հանկարծ չմտածես որ դու քո հիմար գրառումներով ինչ որ մեկից բերանը կփակես։ Ասեմ ավելին, մտքովդ չանցնի որ դու կարող ես մեզ բանտարկելով բերան փակես։ Մոռացի դա։ Դու հիմա ստանում ես այն, հնձում ես այն, ինչ դուք մարդու կնիկ դուք եք բերել սա, ցանել եք տարիներ շարունակ։ Ես չեմ հիշում, որ հայաստանյան տեղեկատվական դաշտում առաջի անձանց կողմից եւ հայհոյելու դիսկուրս լինի։ Որ պատկերացնում եք Ռոբերտ Քոչարյանը բեմից ինչ որ մեկին համբալ անվանի։ Տենց բան լսել եք որ Սերժ Լևոն Տեր-Պետրոսյանը նման բան իրան թույլ տա։ Երբևիցե լսել եք որ այդ մարդիկ անհարգալից վերաբերմունք ցուցաբերեն ամենա իրանց ատելի բանին անձին։ Այս դիսկուրսը բացել եք, հիմա այդ դիսկուրսը ձեր երեսին ասես չափալախներ է տալիս։ Դժգոհությունը ինչու՞մն է։ Հիմա ուտում եք այն բորշը, որը եփել եք։ Չէ, հիմա միացած վիճակի մեջ ա դրել, բան իբր թե ինքը հանգիստ է։ Ահա խնդրեմ, եւս մեկ ոչի, սա վարչապետի կողակցի է, ինչ է, զուգընկերականիկա, չգիտեմ ինչա, այս բառապաշարը էլի մի հատ նայեք։ Մարմնի ինչ տեսակարար կշիռը պետք է ճշգրիտ ոչիլի չափ լինի, որպեսզի պատերազմի մասին կարողանաս այսպես խոսել, այսպես Դե պատերազմի մասին մենք արդեն անդրադարձանք, էլի Աննա Հակոբյանը եւ նրա ներդրումը պատերազմի մեջ։ Ասма նեղվում է, ես նեղվում եմ, եթե իհարկե գտնում ես որ քո նկարագրած իրավիճակի համար մարդիկ ուղակի նեղվում են։ Ինչ պետք է անեի, որ իմանա իր նեղվում է, պետք է ձեր մակարդակի իջնեի, յանի Բայց դու մեր մակարդակին մենակ կարաս բարձրանաս։ Ուրիշ ճանապարհ չկա, մեր մակարդակին դու կարաս մենակ բարձրանաս, որտեվ նիժը падать уже некуда։ Սպարտակիադայի եք ասում։ Այն հատակի հատակում ես գտնում։ Այսինքն երկիր այնտեղ բանը օրական զոհերը բերում են, չգիտեմ, ինչ սարսափի վիճակեր, այդ ցավը իրան թվում է թե ցուցադրական է, էլի։ Էդ էլ է ցուցադրական համարը։ Ինչ ասես։ Այս ունենք ու սրանից պետք է ազատվենք, մենք ուրիշ տարբերակ չունենք։ Աննա Հակոբյանը իր տեղը պետք է գտնի շուրնուխում իր ընտանիքի եւ հարազատներով շրջապատված։ Ասեք, ես հիմա անելու եմ, հիմա վաղը կգնա դրա վզից կբռնի, ասի դավայ էս արա, գնա զանգի, թե չէ կարող ինքն է զանգում։ Տատախազուբան ինչ իմանաս։ Իրա նման անգրագետ տուպոյ էքերել է իր անգերուհիներն են։ Դուք տեսել եք այս Աննա ինչա չեմ հիշում, այս հիմիկվա ներքին գործերի նախարարը ինչ եկել է, բանը խոշտանգումների քանակությունը կտրուկ աճել է։ Իդեպ ասես դա այն հարցի պատասխանն է, որ շատ հաճախ ինձ հարցնում էին, ասում էին, իսկ ինչ կլինի, եթե մենք ունենանք կին ղեկավար, ես միշտ պնդում եի, որ իրավիճակը ել ավելի կբարթանա, ել ավելի կսրվի, ել ավելի
վատ կլինի ու դա սեքսիզմ չի, այլ կնոջ, այսպես ասած, մոտեցումները լավ ճանաչելով, հեսա նայեք, ինչա նշանակում ունենալ կին ներքին գործերի նախագահ, գեշ կին, որը ունի լուրջ բարդույթներ ու այդ կնոջ օրոք կտրականապես աճել են խոշտանգումների դեպքերը։ Մի հատ էլ ունենք մարդու իրավունքների պաշտպան, որը ասում եմ, դե իմ ընկերուհին է, ոնց կարամ իրան ասեմ, որ ինքը ինչ-որ վատ բան է արել։ Չի ստացվի տենց։ Էսն է։ Շնորհակալություն։ Խնդրեմ։